Գետավանի համայնքի ղեկավարն ամփոփելով 2013 թվականին համայնքում կատարված աշխատանքները նախ նշեց ամենակարևորի մասին։ Բյուջեն կատարվել է 115%-ով։ Համայնքի ղեկավարը կարևորեց գերմանական Ջոնդեր տրակտորի մուտքը համայնք, որի շնորհիվ գյուղատնտեսական աշխատանքները մեծ թափ ու նոր որակ են ստացել։ Հաշվետու տարում կարկուտը սակայն լուրջ վնաս է հասցրել ցորենի ցանկատարածություններին։ Բերքատվությունը հեկտարից կազմել է 3 ցենտներ։ Կարկտահարությունից տուժել են նաև հնդկացորենի ցանկատարածությունները։ Կատարել եմ հնդկացորենի ցանքս 7 հեկտար, որի բերքատվությունը կարկտահարության հետ ցածրացել է, կազմել է 1 հեկտարից 10 ցենտներ, այսինքն 7 տոննա։ Կատարվել է եգիպտացորենի ցանքս 30 հեկտար, որի բերքը հավաքվել է անկորուստ, եւ կազմվել է հեկտարից 45 ցենտներ, ընդամենը 135 տոննա։ Առաքել ՍՊ-ի կողմից ձեռք է բերվել անհրաժեշտ գյուղտեխնիկա։ Աջակցել եմ ոռոգման ջրարխի վերանորոգմանը, աջակցել եմ համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների։ Ձեռքբերումների կողքին համայնքում առկա են նաև լուծման սպասող մի շարք խնդիրներ։ Գյուղապետարանի շենքի կառուցումը, ակումբի շենքի կառուցումը, գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատումը, 2 կամուրների վերանորոգումը, դպրոցի ներքին հարդարումը, մանկապարտեզի շենքի վերանորոգումը եւ որպես մանկապարտեզ գործումը, հիվանդանոցի ներքին հարդարումը, յուղի գազաֆիկացիան, շրջօրյա խմելու ջրով բնակչության ապահովելու եւ 2 ջրատարարների վերանորոգումը։ Իդեպ խմելու ջուր գետավանցիները դեռևս 1 տարի առաջ պիտի ունենային։ Վարչապետ Հարությունյանը խոստումը չկատարելու պատճառն է նշել։ Մենք համարում ենք, որ ծրագիրը պետք է կատարվեր Հայաստան համայնքական հիմնադրամի ֆինանսական միջոցներով։ Պարզվեց, որ գումարը չի երիքում եւ մենք այդ գումարը նախատեսել ենք 14 թվականին։ Աշխատանքների 90%-ը կատարված է։ Իհարկե կա ծրագրային նախագծային փոփոխություն, որի մասին ներկայացրեց համայնքի ղեկավարը, 1 ամսվա ընթացքում հարցը կլուծվի։ 3 կառավարության ղեկավարը գետավանցիների ներկայացրեց նաև այն աշխատանքները, որոնք նախատեսվում է իրականացնել համայնքում։ Առաջնայինը հիվանդանոցի հարցն է։ Հայաստան համայնքական հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառավարության համաֆինանսավորմամբ կառուցել համայնքային կենտրոն։ Կփորձենք այդ գումարը ուղղել այս շենքի բարեկարգման եւ այս շենքում փորձել տեղակայել այդ ամենը՝ դպրոց, մանկապարտեզ, ակումբը վերանորոգել, կահավորել, հիվանդանոցը կառուցել եւ նաեւ դպրոցի մնացած անհրաժեշտ վերանորոգելու դպրոցական պարների համապատասխան բոլոր մնացած ծառայություններ ունենալ։ Վարչապետի հետ հանդիպմանը բնակիչները բարձրացրեցին նաև շրջկենտրոնի հետ տրանսպորտային կապ ունենալու հարցը։ Արդեն մի քանի ամիս է չի սպասարկում Չափար Գետավան Մարտակերտ երթուղին։ Շրջվարչակազմի ղեկավարն ու արտադրական ենթակառուցվածքների նախարարը տեղում խոստացան լուծել հարցը։ Դպրոցի տնօրենի կրթօջախին համակարգիչ տրամադրելու խնդրանքը եւս բավարարվեց, իսկ համացանցի հարցը դեռ պիտի ուսումնասիրվի։ Վարչապետ Հարությունյանի կարծիքով գտնվելով Մարտակերտի եւ Շահումյանի շրջանների խաչմերուկում համայնքը պիտի շատ հնարավորություններ ունենա։ Գործադիրի ղեկավարը համոզված է, որ Մարտակերտ-Վարդենիս ավտոմայրուղու ասֆալտապատումը նոր լիցք կհաղորդի համայնքի, հատկապես տնտեսական կյանքի զարգացմանը։ Դա նշանակում է ձեզ համար լրացուցիչ հնարավորություններ եկամուտ ստանալու, տարբեր ծառայություններ մատուցելու, տարբեր աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։ Սեփական տնտեսությունները զարգացնելու եւ մեծ եկամուտ ստանալու համար վարչապետ Հարությունյանը հորդորեց առավել ակտիվ զբաղվել հողագործությամբ եւ անասնապահությամբ, քանի որ գլխաքանակի եւ մշակված հողատարածքների մասով ներկայացված ցուցանիշները գոհացուցիչ չեն, այն էլ իրական հնարավորությունների պայմաններում։ Գոհար Ռուստամյան, Սամվել Սայան, օր